2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո հիշենք, որ ժողովուրդը ձևավորեց նաև պահանջ կաթողիկոսի փոփոխության։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլորը մոռացել են եւ հանկարծ, չգիտեմ, դարձավ Գարեգին II-ը, այսպես սրբությունների սրբոցը։ Այսինքն այնքան էր կուտակվել տարիների ընթացքում, որ վերջապես տեսնելով այդ հնարավորությունը, որ հեղափոխություն է եղել երկրում, ժողովուրդը կարող էր նաև այդ հարցը բարձրացնել, բայց մենք նաև հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ ասաց, որ ես եկեղեցու հարցերին չեմ պատրաստվում խառնվել եւ դրեց ժողովրդավարության այնպիսի ամուր հիմքեր, որ ցանկացած ինստիտուտ ինքնուրույն, եթե ունի իր ներսում խնդիր, ինքնուրույն կատարի այդ փոփոխությունները առանց պետության միջամտության։ Հիմա մենք ինչ ենք տեսնում։ Դրանից անմիջապես հետո մենք տեսնում ենք, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի այդ քայլը, Նիկոլ Փաշինյանի, որ այդ պահին ուներ տոտալ աջակցություն ժողովրդի կողմից եւ ամեն ինչ կարող էր անել, բայց երբեք որևէ իր արժեհամակարգից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից դուրս որևէ քայլ չէր արել, եկեղեցին ինքը դա գնահատելու փոխարեն եւ ինքնամաքրվելու փոխարեն սկսեց խառնվել քաղաքականությանը եւ սա փաստ է,